Բարև ձեզ։ Պաշտոնական քարոզչության վերջին օրն աչքի ընկավ իրավապահ գործիքակազմի ռեպրեսիվ մեթոդների եւ մեխանիզմների բուռն կիրառմամբ, ընդդիմության տարբեր ուժերի նկատմամբ, ընդդիմադիր տարբեր գործիչների նկատմամբ եւ անգամ լրատվամիջոցներից մեկի նկատմամբ։ Սա իհարկե ընդդիմության հանդեպ, նաեւ ինչ-որ իմաստով հանրության հանդեպ հոգեբանական ճնշման գործողություն է եւ իհարկե նաեւ ընդդիմադիր դաշտում ֆունկցիոնալ կարողությունների կազմալուծման միտված գործողություն։ Սա առաջին անգամ չէ անշուշտ, որ տեղի է ունենում, այսինքն մենք տևական գործընթաց ենք տեսնում այս գործիքակազմի կիրառման տրամաբանությամբ, բայց անշուշտ այսօր պաշտոնական քարոզարշավի վերջին օրը բավականին բուռն եւ ակտիվ էր այդ դրսևորումը։ Այս տեսանկյունից եղել են հենց այդպիսի ակտիվության փուլեր։ Այստեղ շատերը գնահատում են, որ այդպիսով Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխհատուցել նախորդին մեծ հեռուստաբանավեճի ընթացքում կրած պարտությունը։ Այն, որ ընդդիմության առաջատար ուժերի առաջին համարները կարողացան նկատելի առավելության հասնել Փաշինյանի նկատմամբ հեռուստաբանավեճի ընթացքում, սա անշուշտ բավականին տեսանելի էր։ Բայց արդյոք այստեղ է, որ Նիկոլ Փաշինյանը փորձել է գտնել փոխհատուցում, թե կարող է լինել այլ հանգամանք, որ դարձյալ տեղի է ունեցել նախորդին եւ որը ոչ միայն պակաս կարևոր չէ, քան հեռուստաբանավեճը, այլ գուցե ավելի լայն համատեքստում շատ ավելի նշանակալի հանգամանք է, այդ թվում նաեւ իրավապահ գործիքակազմի այդօրինակ մեթոդաբանությամբ ընդդիմության դեմ կիրառման տեսանկյունից։ Խոսքս նախորդին տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին է Նիկոլ Փաշինյանի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի միջև։ Հիշեցնեմ, որ ֆոն դեր Լայենը այդ հեռախոսազրույցից հետո հայտարարեց Հայաստանին հրատապ 50 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու մասին Ռուսաստանի կիրառած տնտեսական սանկցիաներից պաշտպանվելու համար։ Այն, որ այդ 50 միլիոն եվրոն որևէ կերպ չի կարող Հայաստանի տնտեսությանը պաշտպանել թե տնտեսական համակարգային հետևանքների, թե նաև սոցիալ-տնտեսական հետևանքների առումով, սա պարզ է տնտեսությունից շատ թե քիչ հասկացող որևէ մեկի համար։ Այստեղ ուղղակի անհամադրելի են իրավիճակները եւ ծավալները։ Եվ շատ հասկանալի է դարձյալ փոքր-ինչ տնտեսագիտական գրագիտություն ունեցող որևէ մեկի համար եւ առավել եւս տնտեսությամբ զբաղվող որևէ մեկի համար, որ եվրասիական շուկան չի կարող փոխարինվել եվրոպական շուկայով կամ նույնիսկ եվրոպական ֆինանսական որևէ օգնությամբ, եթե նույնիսկ այդ օգնության ծավալը լինի 250 միլիոն եվրո։ Իհարկե այդ օգնությունը կարող է որոշ շրջանակների, իշխանամերձ որոշ տնտեսական խմբերի օգնել փոխարինել Ռուսաստանի ուղղությամբ իրենց հնարավոր կորուստներ կամ վնասներ, եթե իհարկե նրանք էլ Ռուսաստանի ուղղությամբ ունենում են այդ կորուստները։ Բայց լայն իմաստով հայաստանյան տնտեսվարողների համար այստեղ ցավոք սրտի երկարաժամկետ խնդիրների պարագայում չի կարող լինել փոխհատուցում, համարժեք փոխհատուցում ելնելով առնվազն օբյեկտիվ հանգամանքներից, ես էլ չեմ խոսում սուբյեկտիվի մասին։ Բայց ֆոն դեր Լայենը արել է այդ հայտարարությունը, իսկ դա կարող է իհարկե նշանակալի լինել Նիկոլ Փաշինյանի քարոզչական կարիքների տեսանկյունից։ Բայց արդյոք ֆոն դեր Լայենը արել է այդ հայտարարությունը պարզապես, թե դրա դիմաց ակնկալվել է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է համոզիչ քայլեր կատարի, որ Եվրամիությունը այդ փողերը ջուրը չի գցում։ Եվ այդ համոզիչ քայլերը ընդդիմության դեմ ռեպրեսիվ գործողություններն են։ Համենայն դեպս շատ հատկանշական է, որ դրանք հաջորդում են ֆոն դեր Լայեն-Փաշինյան հեռախոսազրույցին։ Եվ ինչու եմ սա նշում եւ ինչ օրինաչափության մասին էի արձանագրում, երբ ներկայացնում էի այս դրվագի հանդեպ ուշադրության կարևորությունը կամ անհրաժեշտությունը։ Իրավապահ գործիքակազմի բուռն կիրառման դրսևորումները կարծես թե հետաքրքիր զուգադիպությամբ համընկնում են Հայաստան-Եվրամիություն բարձրաստիճան շփումներին։ Օրինակ, մի քանի ամիս առաջ, մարտին, այդպիսի բուռն դրսևորում եղավ, երբ Հայաստան էր ժամանել Եվրամիության հարևանության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսը։ Եվ նրա այդ այցից կարճ ժամանակ անց եղավ բուռն իրավապահ գործիքակազմի բուռն կիրառում ընդդիմության ուժերի նկատմամբ, մասնավորապես Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի։
Եվ հետո մայիսի սկզբին, երբ Երևանում կայացավ Եվրամիության հետ գագաթնաժողովը, երբ հենց Ուրսուլա ֆոն դեր Լայենն էր նաև Հայաստանում, դրանից շատ կարճ ժամանակ անց դարձյալ եղավ որոշակի բուռն ընթացք իրավապահ գործիքակազմի կիրառման։ Եվ հիմա ֆոն դեր Լայենի հետ հեռախոսազրույցից հետո մենք դարձյալ տեսնում ենք այդպիսի բուռն դրսևորում։ Եվ սա ակամա բերում է մտքի, թե արդյոք Եվրամիությունը Երևանին տրամադրող այդ օժանդակությունը խոսքերի կամ տասնյակ միլիոն եվրոների տեսքով չի տրամադրում հենց պայմանով, որ Երևանը պետք է համոզի եւ ապացուցի, որ այդ ամենը ջուրը գցվող փող չէ Եվրամիության համար։ Սա շատ էական է եւ նաեւ սա շատ տխուր խորհրդանշական է այն իմաստով, որ հայ հասարակությունը շատ երկար ժամանակ պատկերացրել կամ մտածել է, որ Եվրամիությունը իրական ժողովրդավարական հարցերում, իրապես ժողովրդավարական ապագայի եւ ժողովրդավարական պետության կառուցման հարցերում իր անխախտ դաշնակից կամ գործընկերն է, որ արժեքային եւ ժողովրդավարական ուղենիշների հարցում Հայաստանի Հանրությունը ունի իրապես սկզբունքային աջակից։ Հիմա այս շրջանում փլուզվում են այդ սկզբունքները, փլուզվում են այդ հենց պատրանքները։ Եվրամիությունը չի առաջնորդվում ժողովրդավարության եւ արժեքների այն սկզբունքներով, որ հռչակում է իր քաղաքականության համատեքստում։ Եվրամիությունը այդ ամենը պարզապես դիտարկում է կոնյունկտուրային քաղաքական գործիք, որը կիրառում է ըստ քաղաքական անհրաժեշտության։ Եվ եթե օրինակ այդ գործիքը անհրաժեշտ չէ եւ խանգարելու է պաշտպանել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, ապա այդ գործիքը չի կիրառվում եւ խրախուսվում է իրավապահ գործիքակազմի կիրառումը ընդդիմության նկատմամբ։ Սա շատ խորքային հարց է, որովհետև կրկնեմ Հայաստանի Հանրության պատկերացումներում գործնականում վարկաբեկվում է Եվրամիությունը որպես արժեքային, գաղափարական, սկզբունքային հասկացություն։ Այն վերածվում է պարզապես սովորական աշխարհաքաղաքական ուժային կենտրոնի, որը ունի իր շահերը եւ իր շահերի համար պատրաստ է զոհաբերել արժեքները եւ սկզբունքները։ Իհարկե մեծ հաշվով այստեղ անոմալիա չկա, այդպիսին են աշխարհաքաղաքական ուժային բոլոր կենտրոնները եւ տարբերություն չկա նաեւ Եվրամիության համար։ Եվ այս տեսանկյունից հայ հանրության համար գուցե նույնիսկ օգտակար է, երբ փլվում են պատրանքները եւ մենք բացում ենք մեր աչքերը ու շատ ավելի իրատեսական ենք դիտարկում աշխարհաքաղաքականությունը եւ դրանում ներգրավված ուժային կենտրոնների քաղաքականությունը։ Եվ այս իմաստով գուցե իսկապես process-ը օգտակար է Հայաստանի Հանրության համար եւ օգտակար է հենց հունիսի 7-ի քվեարկությունից առաջ, որովհետեւ դա որքան էլ փորձում են ներկայացնել, թե իբր աշխարհաքաղաքական եւ արժեքային վեկտորի ընտրության հարց է, իրականում բացարձակապես այդպիսին չէ։ Եվ Հայաստանի Հանրությունը պետք է հունիսի 7-ի իր ընտրությունը կատարի հենց այդպիսի պատրանքներից զերծ, այդպիսի պատրանքներից դուրս։ Եվ կատարի ընտրություն առաջնորդվելով հենց այն սկզբունքով, որ Հայաստանի ժողովրդավարական հեռանկարի հարցում Հայաստանի Հանրությունը չունի դաշնակից։ Օրինակ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ինտենսիվ քարոզչություն է իրականացվում, որ Հայաստանը չունի անվտանգության հարցում չունի դաշնակից եւ որևէ մեկը չի լինի մեզ համար անվտանգության երաշխավոր։ Իհարկե սրա ներքո նաեւ փորձ է արվում քարոզչությամբ առաջ մղել արևմտյան որոշակի նարատիվներ, այսինքն քարոզչական առանցքը տանել դեպի Ռուսաստանի վարկաբեկում եւ արևմուտքի բացարձակացում։ Սակայն կարծում եմ մեր հասարակությունը այս ընթացքում միանգամայն լավ հասկացավ, որ որևէ մեկը մեզ համար անվտանգության երաշխիք չէ եւ մենք ենք մեր անվտանգության երաշխիքը մեր ներքին որակներով, մեր բանակով, մեր հասարակական հարաբերությունների որակով, մեր քաղաքական մտքի եւ համակարգի կարողություններով, տնտեսությամբ եւ այլն։ Կարծում եմ այս հանգամանքը Հայաստանի Հանրությունը հասկացել է զգալիորեն։ Եվ այս հարցում իդեպ նաև պետք է արձանագրել, որ Արևմուտքը գործել է որոշակիորեն ազնիվ, այսինքն իրենք բացահայտ հայտարարում են, որ ձեր անվտանգության երաշխիքը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ կարգավորված հարաբերությունն է, հաշտվելն է եւ այլն։ Եվ այդ առումով, սակայն, նրանք խրախուսում են ամեն գնով գնալ կարգավորման, այդ թվում Հայաստանի իրավունքների
Արցախի եւ ընդհանրապես ադրբեջանական նարատիվների հանդեպ գրեթե բացարձակ լոյալության գնով։ Եվ այստեղ էլ ամեն ինչ շատ պարզ ու բացահայտ է։ Բայց փորձ է արվում ահա այս ամենը համեմել իբրև թե արվում է ժողովրդավարական Հայաստանի համար։ Եվ այս պատրանքն է նաև շատ կարևոր, որպեսզի ցրվի, եւ մենք հիմա տեսնում ենք, որ այդ պատրանքը ցրվում է։ Եվրամիության համար ժողովրդավարական Հայաստանը չէ հետաքրքիր, այլապես ժողովրդավարական Ադրբեջանը կլիներ նաև հետաքրքիր։ Եվրամիության համար հետաքրքիր է, որ Հայաստանը որքան հնարավոր է արագ ընդունի ադրբեջանական մոտեցումները եւ ապահովի այսպես կոչված միջին միջանցքի կառուցումը, ինչի դիմաց Բրյուսելը Ադրբեջանից եւ Անկարայից կստանա իր իրավունքների բաժնեմասը այդ միջին միջանցքում քաղաքական դերակատարում ունենալու համար։ Սա Եվրամիության դեմ քարոզ չէ եւ հակառակը, սա հայ հանրությանը միտված խոսք է, որ պետք է թույլ չտալ, որպիսի նենգափոխվի եվրոպական արժեքային համակարգի ընկալումը։ Հայաստանի ժողովրդավարության հարցում Հայաստանի ժողովուրդը նույնպես չունի որևէ արտաքին դաշնակից, դա մեր գործն է։ Եթե մենք կարող ենք անել այդ գործը, կառուցել ներքին ժողովրդավարություն, կառուցել հանրային համակեցության ժողովրդավարական համակարգ, ապա մեզ հետ հաշվի կնստեն, ապա մենք կքաղենք մեր իսկ կառուցածի պտուղները։ Եթե մենք համարում ենք, որ որևէ մեկը գալու է եւ մեզ համար կառուցելու է ժողովրդավարություն կամ մեզ օգնելու է կառուցել ժողովրդավարություն, ապա մենք գտնվում ենք խորը մոլորության մեջ։ Եվ շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրությունը հունիսի 7-ին չգնա այդ մոլորությամբ քվեարկելու, այլ գնա քվեարկելու հաստատակամությամբ, որ ինչպես Հայաստանի անվտանգության հարցն է բացառապես մեր որակների խնդիրը, եւ միայն մեր որակներն են, որ կարող են ապահովել ու երաշխավորել անվտանգություն։ Այդպես էլ Հայաստանի ժողովրդավարության հարցն է բացառապես մեր ներքին խնդիրը։ Մենք կամ կլինենք հասարակություն, որն իր ներսում կգտնի ոչ թե ծայրահեղ բևեռացված սև-սպիտակ տրամաբանությամբ ինքնաոչնչացնելու ճանապարհը, այլ կգտնի համակեցության ճանապարհը, մեր ներքին կյանքի կանոնները մշակելու եւ արդիական համակարգով միմյանց հետ հարաբերվելու ճանապարհը։ Եվ միայն այդ դեպքում մեր հետ, մեր կարիքների, մեր իրավունքների, մեր շահերի հետ հաշվի կնստեն նաև արտաքին դերակատարները, երբ տեսնեն, որ մենք ինքներս կարողանում ենք երաշխավորել մեզանից հասանելիքը առավելագույն մակարդակով։ Եվ մեր խնդիրը բացարձակապես վատ դաշնակից կամ իրականում վատ խնամակալ Ռուսաստանի փոխարեն լավ խնամակալ Եվրոպա կամ Միացյալ Նահանգներ կամ նույնիսկ Չինաստան կամ որևէ այլ երկիր գտնելը չէ, ինչը մեզ փորձեցին համոզել այս տարիների ընթացքում եւ ինչի հետևանքով նաեւ մենք կորցրեցինք Արցախը։ Մեր խնդիրը վատ խնամակալի փոխարեն լավ խնամակալ գտնելը չէ, մեր խնդիրը մեր ներսում լավ որակներ գտնելը ու այդ որակներով մեր պետության ներքին կյանքը կազմակերպելը եւ կառավարելն է։ Այդ պարագայում մեզ հետ հաշվի կնստեն նաեւ արդեն ուժային կենտրոնները, հաշվի կնստեն նաեւ մեր շահերի հետ եւ ոչ թե կդիտարկեն այդ շահերը որպես ընդամենը շատ հեշտությամբ իրացնելի մանրադրամ։ Երբ տեսնեն, որ մենք կարող ենք փոխել մեր ներքին կյանքը եւ որակները։ Ահա այս տրամաբանությամբ է թերևս, որ մենք պետք է մոտենանք առաջիկա ընտրությանը եւ կրկնեմ, երբ արձանագրում եմ, որ Եվրամիության վերնախավը բացարձակապես հեռացել է ժողովրդավարության եւ արժեքային նշաձողերից, սա ամենևին այն չէ, որ Եվրամիությունը վատն է եւ պետք չէ ունենալ հարաբերություն Եվրամիության հետ։ Պարզապես պետք չէ ունենալ պատրանքային հարաբերություն։ Եվ պետք է սառնասրտորեն ու իրապաշտորեն մոտենալ ցանկացած աշխարհաքաղաքական կենտրոնի հետ հարաբերության, ըստ այդմ չպատկերացնել եւ չտրվել պատրանքի, որ նրանք մեր փոխարեն որևէ բան անելու են կամ մեզ օգնելու են որևէ բան անել մեզ համար։ Իրենք մեզ համոզելու են որևէ բան անել իրենց համար, լինի դա Ռուսաստան, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ, Չինաստան թե Ինդոնեզիա։ Եվ ուրեմն սա շատ կարևոր է հունիսի 7-ի քվեարկությունից առաջ։ Կարևոր է գնալ քվեարկության եւ գնալ այն հաստատուն համոզումով,
որ մենք պետք է երաշխավորենք մեր ներքին կյանքի եւ որակների արմատական փոփոխությունը եւ դրա կարողությունը ի ցույց դնենք աշխարհին։ Այդ դեպքում մեզ հետ հաշվի են նստելու մեր շահերի պրիզմայով եւս։ Սա է խնդիրը եւ այս խնդիրը լուծելու հնարավորությունն է հունիսի 7-ը։